երկինք է, խաղաղ տանիք է, դպրոցն ասես մի մեծ ընտանիք է, նա է մեր բույնը, մեր երկրով տունը, մեր կյանքի հունը հոսող գետերի, նա է մեր հույսը, անտարակույսը, նա է մեր լույսը, մութ ճամփեքի։ Ամեն ուր սեր է, տաքուկ ու ջերմ է, ամեն ոք տեր է այս պատերին, սյունն ամուր է, մտքերը սուր են, քարերը կուր են կամաներին, աղոթք ու նորդ են, խաղաղ աշուրդ են, հոգիներն այս տան ապրողներին։ Սարի, ինչ ես կանգնել, ինչ ես մոլոր ու շվար քարացել, սա քո դպրոցն է, տուն ու ամրոցն է, ուր քեզ սպասում են բոլոր ժամերին, ու և սիրում են, և նախատում են, և հիշեցնում են անհիշելի։ Սա քո դպրոցն է, մտքի դարբնոցն է, հեքիաթորոցքը ոգու զինանոցն է, սա քո դպրոցն է, կյանքի դպրոցն է, ուր քեզ հիշում են ու չեն մոռանում։ Նա ընտանիքում ես հայրենիք է, դպրոց մեր տունն է, արծվաբույնն է, մեր դիմագիցն ու ընկեր սրտագիծը, մշտով արջախն է, գալիքի դամն է, մեր մտքի հույսն է, ու հոգի հույսն է։ Ու դեպրոտան ես, այստեղ դու տան ես, ուր քեզ սպասում են սիրով մշտապես, ուր քեզ սիրում են, քեզ սատարում են, քեզ նով ապրում են ու ապրեցնում։ Ասում են, առանց երազանքի ամեն բան իմաստազուրկ է աշխարհում։ Չկա երազանք, չկա կյանք։ Եվ մեզանից յուրաքանչյուրն այս կյանքում իր բաժին երազն է ապրում։ Ես եւս գնում եմ իմ դեռևս ճերմակ մանկությունից հյուսած մաքուր երազանքների հետևից, եւ թող որ իմ կապույտ երազների հեքիաթի կախարդանքն իրական դառնա։ Ասում են նաեւ, եթե դրանք նույն մաքրությամբ են մնացել, անկախ ժամանակից ու հանգամանքներից չեն խամրել, ապա անպայման մի օր իրականություն կդառնան։ Չէ՞ որ երազանքների վրա է հիմնված մարդկային ողջ կյանքը։ Եվ սա ֆիլմ է հենց մեր տարիներով փայփայած անաղարտ իրական երազների ու հույզերի մասին։ Այն համամարտկային ուղերձ է մեր միասնական խաղաղական չոքու երազի մասին։ Այն է երբեք չդադարել երազել։ Շատ սիրելի։ Բանը ավել։ Վայ, վերջ դուրելի սկսեցիր։ Ուր տնեմ սա։ Ստեղ։ Բացեմ։ Չէ, հանգար չբացես։ Չբացես։ Դե արդեն պայմանավորել ենք, չէ՞ որ վերջի զանգից առաջ ենք բացելու։ Կկարտանք կքննարկենք, քո եթերով էլ կավարտենք։ Բայց ես տոխերս հետ կնեմ, չէ՞։ Ես ուզում եմ անպայման տոխերս նկարվել։ Սպանեցիր քո տոխերով։ Հա, դու ամենի հետ կնկարվես։ Դե իմն էլ շների հետ կանեք եթե միշտ տարբերություն։ Երեխեք լավ, դա հենց կորոշենք։ Բա իմը որտեղ են կանելու։ Համբերեք երեխեք, բոլոր այնտեղ կասենք։ Ադամը։ Տեսա, որքան դիտում կոր։ Հո, անկեղծից այդ կանի հույս չունեի։ Հայելի ես էլ։ Հո, ստե քո սրտով է կրեատիվ։ Հաստատ դպրոցում նման ձևաչափով վերջին զանգ երբեք չի եղել։ Ինչի՞ եղել։
Դե մերը մեզ նման օրիգինալ է, չէ՞։ 100%։ Բոլորս սպասում ենք վերջում ինչ բում է լինելու։ Հա, ինձ անդադար հարցում են, թե ոնց է, ինչ սցենար է։ Այ, հուսալ չես ասում։ Չէ, թե բոլորն էլ գիտեն, որ մեր դասարանը ուրիշ է եւ հետեւաբար մեր վերջին զանգն էլ է ուրիշ լինելու։ Հա, մեր նման չկրկնվող ու անսպասելի։ Բերեք վերջի զանգ չանենք, դրանից անսպասելի բան։ Բոլորը սպասում են չկրկնվող մի բանի, մենք էլ չենք կրկնվի ու չենք անի։ Լավ, կրճացեք։ Վերջնային։ Երեխեք լավ, արագ տեղավորվեք, որ եթերների մասին պրեզենտացիա ներկայացնենք։ Դո ինչ եթեր, չի լինի հանեք տա, ուրիշ լուրջ բան մտածեք։ Շտե կինոն նկարացինք բրձանք էլի։ Դա հերիք է, եկեք սրանով սահմանապակին վերջի զանգի միջոց առում են։ Հա ճիշտ է ասում ժողովուրդ, դու ինչ հետեր, ինչ բան, բերեք թարգենք մեր քննությունների վրա կենտրոնանանք։ Յա, այս մի ժամում մենակ ետ մտածեցիք, հա։ Հա էլի որ, հիմա դա է կարևոր, մենք տեղեկով տեմ ենք եթերներին։ Իսկ մենք էլ կողմ ենք։ Մենք մեծամասնություն ենք։ Յա, մոռացաք, միսով էլ միսջաննել են մեր կողմից։ Երեխեք լավ, համաձայն ենք, քննությունը կարևոր է, դա ապագայի հարցն է, բայց կյանքը կառուցված չի միայն քննությունների վրա, ախր սա է չկրկնվող բաներ մեր կյանքում ու հաստատ հետո սա հիշել եք, եկեք վայելենք միասին անցկացվող ամեն վայրկյանը, սա էլ յուրովի քննություն է։ Ճիշտ է ասում Լենան, ամբողջ 12 տարի շտապեցինք, ամեն օր տուն էինք շտապում, չէ որ միասին անցկացվող ժամանակն էլ թանկ է, գոնե այս վերջին օրերը միասին անցկացնենք, այս փորձերը, նախապատրաստական աշխատանքները, երեկոյան հանդիպումները ևս շատ կարևոր են։ Հայել երեխեք, վայելեք ամեն անցկացվող միասին ակնթարթները։ Հա բայց ես ինչ անեմ, որ լավ չեմ պատկերացնի, թե ոնց եմ գրելու եթերից տեքստը։ Սպասի, ես իմս կայել եմ։ Ուզում ես կարտամ նայեք ոնց է։ Ողջույն։ Ես Մայսյանի միջնակարգ դպրոցի շրջանավարտ եմ։ Ես նա եմ, ով իր դպրոցական անհոգ տարիներն ու մանկություն հեքիաթ օրերն անցկացրել է մի կրտոջախում, որ առաջնային է եղել յուրաքանչյուրի մեջ մարդկային վեհ արժեքների սերմանումը, ուր կրթությունն ու դաստիարակությանը զուգահեռ կշերքին նժարվել է ազնվությունը, մաքրությունը, նվիրումը, հավատարմությունը, վստահությունն ու համախմբվածությունը, իպերանատի ձևավորման համամարտկային որակներ, և մեր դպրոցական կյանքի հետհաշվարկային այս խորհրդանշական 9 օրերը մեզ հետ ապրեցիք մեր հիշողություններով ու վարտագույն երազներով, և ես նա եմ, ով բաց կյանք է մտնելու իր հետ տանելով ձեզանից ժառանգած ոգին, կամքը, պատգամը, խոստումը ու մարտը, և վերջապես ես նրանցից մեկն եմ, գուցե հերթականը, ով այստեղից ստանում է ամենաթանկը, իր խաղաղությունը, հոգու խաղաղությունը։ Սա ասես մի քննություն էր, միասնականության ու արժեքների չափման փորձություն, որով հաստատվելու էր տարիներով մեզ ներառված մարդկային վեհ որակների գնահատականը։ Երեկ մենք երազում ենք այսօրվա մասին, այսօր երազում ենք վաղվա մասին, վաղը երազելու ենք հաջորդ օրվա մասին, հետո հաջորդ, էլի հաջորդ, ու այսպես մինչև վերջ։ Եվ սա ֆիլմ է հենց մեր տարիներով փայփայած անաղարտ իրական երազների ու հույզերի մասին։ Այն համամարտային ուղերձ է, մեր միասնական խաղաղականջ հոգու երազների մասին։ Այն է, երբեք չդադարել երազել։ Չէ որ աշխարհին պետք են մարդիկ, ովքեր կերազեն մի բանի մասին, որը դեռ չի եղել։ Թելո, ինչ հուզիչ ու սիրուներ։ Դու ինչ գրել։ Հա, թակ աշկոմինա։ Այլ Մենակ նախորդ ասել եմ ես պարտադիր աղմիկներից հետ են նկարվելու։ Վայ ասեցինք հա էլի, հա։ շատ լավ է, բայց ես չեմ կարող նման բան կարել։ Այս է։ Երեխեք կարող եք, բոլորս էլ կարող եք, ուղղակի ցանկությունը պետք է մի քիչ էլ անկեղծություն։ Մի քիչ էլ անկաշկվանդակություն։ Անկաշկանդվածություն։ Դե հա դե լիդորից։ Երեխեք ինչի չենք սկսել։ Հանցնենք կոնկորձին, չմոռանանք ինչ ենք հավաքվել։ Բիզնեսս մնաց, բանկրոտ Հա, կենաց։ արդեն բարամունք եմ կուշանամ թե։ Արագ պրզնին կերտակ տաներով։ Ավաստանքան մի ծաման է հասակա, չեմ ինչ։ Լավ երեխեք, ջան, ներկայացնեմ
կխոսեմ պրեզենտացիան, քանի որ զուգադիպության վերջի զանգին մնացել է ճիշտ այնքան, որքան ձեր դասարանի աշակերտների թիվն է, այսինքն 9 օր, յուրաքանչյուր օր սկսած այսօրվանից ուղիղ ետեր ենք մտնելու հետ հաշվարկով Facebook-յան պաշտոնական կայքեջով։ Ետերի մասին կխոսեմ մի փոքր ուշ։ Ետերի վերջին օրը, երբ վերջին շրջանավարտը կներկայացնի իր ետերը, միաժամանակ ետերից անմիջապես հետո ցույց կտա, կկարտա ձեր երազանքների տուփում այսքան տարի բաց ու փայփայած թերթիկները եւ հենց ուղիղ ետերից բոլորը կլսեն ինչ եք երազել։ Այժմ ներկայացնեմ ետերի նպատակը, ամենակարևորը ետերի նպատակի ճիշտ ընկալումն ու մատուցումն է։ Պետք է այլ կերպ հայտնենք մեր երախտիկն ու խոնարհումը, օրինակ ինչպես արդեն ասացինք, սահմանափակելով մեր խոսքը լսողների քանարը։ Այսինքն, եթե գովերգելու ենք մեր դպրոցն ու ուսուցիչներին, ուրեմն թող բոլորն ունգուտիրը ականատես լինեն դրան, քանի որ մենք սովորել ենք աշխարհի լավագույն դպրոցում, իսկ մեզ կրթելու դաստիարակել են աշխարհի լավագույնները։ Այնպես որ պետք է ստարժանվույն հարանացնենք մեր սիրելի կրթօջախին մեծարելու մեր ավարտական խոսքը։ Այժմ ներկայացնեմ ուղիղ ետերի վայրը, ըստ աշակերտների ցանկության, այսինքն ըստ մեր նախընտրության, որտեղ ուզում եք, կարող եք այդտեղից միանալ ուղիղ ետերը։ Հա, թելո, դու թողի թետես, մենակ Ուղիղ ետերի մեկնարկը, քանի որ սա մեր համար նոր եւ բաց կյանքի լուսաբաց է, պետք է մեկնարկը տանք արևածագին, այնպես որ ի նկատի ունեցեք ուղիղ ժամը 9-ին սկսում ենք ետերը։ Մենակ Շուշանակ։ Էլով խոսա։ Ներկայացնեմ հաջորդականությունը, քանի որ Ստելայի ետերը արդեն իսկ գնացել է, հետևաբար առաջինը Ստելան էր, հաջորդի Ռուբենն է, օր 3-րդ Լենա, օր 4-րդ Հովիկ, որից հետո Մելինեն կներկայանա, հաջորդ օրը Նարեկը, օր 7-րդ Եսային, օր 8-րդ Կոհարը եւ կհամբողենք Թելմանի խոսքով։ Երբ ներկայացնեմ ավարտական միջոցառման ընթացակարգը, նախավերջի օրը բացում ենք մեր խորհրդավոր երազանքների տուփը, որին կհետևեն ուղիղ ետերով ծանոթանալ մեր մանկական երազանքներին։ Ապա թեմանի եզրափակիչ ետերով կանխոպենք ավարտական միջոցառումը, իսկ տոնական դրամատուրգությունը կեզրափակենք մեր ֆիլմի դիտումով եւ իհարկե հոտնկայց ծափահարություններով։ Լավ երեխեք ջան, եթե հարցեր չունեք, սպասում ենք վաղվա ետերին, մեզ հաջողություն։ Հարցեր կան։ Էս բան չկան։ Լավ, ուրեմն վերջ, մենք այսքան այսպես էինք աշխատել։ Ոնց որ թե վերջ, հա։ Տներով։ Ոնց որ թե հա։ Գնացինք։ Արուկ ջան, ցուցակով քո հերթն է վաղը, քո ետերն է, այնպես որ նախապատրաստի պերեմերայ։ Քիմիայի պարապմունքի ժամը շտը տեքստ։ Երեսին է։ Հա, ոնց որ թե այդպես է ստացվում։ Ես այսօր հաշտիկ ունեմ, պատրաստ պարելու ձեր այդ տեքստս կմշայեմ։ Հա, միանգամից այնտեղից էլ եթեր մտի։ Հա, աշկից պես են։ Ինձ հետ չեմ պատկերացնում, եթեր անելիս էյներ հուզիչ տեքստերով, ով ես։ Ոնց կեր։ Ասում են, երազանքները մեզ հետ մեծանում են, ապա իրագործվելով գործնում իրենց հմայքը։ Հետո մենք գնում ենք նոր երազանքների հետևից, հետո մյուսի հետևից, հետո նորից ու նորից, մինչև վերջ։ Ու երբեմն այդպես էլ չենք հասկանում, որ երջանկությունը երազանքի մեջ չէ, երջանկությունը երազանքին հասնելու ճանապարհի մեջ է, երբեմն նույնիսկ հանդիպած դժվարությունների հաղթահարման մեջ։ Եվ ամեն մի ակնթարթը փայփայելով
գնահատելու, վայելելու մեջ։ Բայց որքան էլ արագ ենք սլանում մեր երազանքների հետևից, որքան էլ արագ ենք հասնում դրանց, միևնույնն է, կյանքը բացարձակ անարժեք է, եթե այնտեղ չկան նրանք, ում հետ անցել ես այդ ուղին։ Կյանքն առջևում է, առջևում երազանքների իրականացման ժամանակն է, մեր երազանքների ժամանակը, եւ սա ֆիլմը հենց մեր տարիներով փայփայած, անաղարտ, իրական երազների ու հույզերի մասին։ Այն համամարտկային ուղերձ է, մեր միասնական, խաղաղականչ, հոգու երազի մասին։ Այն է, երբեք չդադարել երազել։ Բարև։ 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 Ինչ թռավ։ Մերը բարև գորանով։ Սմարտ չէ, եկել է։ Մենակ դրմանը գնել չուր։ Այո, ժողով, բարև։ Իշրեք։ Լավ դուսա։ Ռուբ եթե տեսան ինչ կաղներ, հա? Որուց։ Հա, տոկոս։ Դիցե չու դեմա։ Ով կարևորը բարձրայես է։ Այ, ես լրիվ մոռացել էի։ Ինչով թե մոռացա։ Այ խորաս ուզված երկել ես։ Աստված վարտան կես։ Ես էլ աշկիս եզակությունը կկարտար։ Ասեի։ Բայկաները շին տեսել որ կարես։ Սակուն ես գալիս որ չենք զգա։ Այո։ Վեր աբլա։ Երեխեք տեսակ ու բերի եթե ինչ վերստացվել։ Հո, ես իրենից այդքան չի սպասում։ Ճիշտ նորսամ ես ես այդքան չի սպասում։ Տարոսը մեզ։ Երեխեք Ինգեր Սարգսյանը թեմատիկ է տվել, ասաց որ վերջին թեմատիկն է, նստենք գրենք։ Կերտարամազում չկա։ Ամեն դեպքում պետք է գրենք։ Մի շաբաթ է հետաձգում ենք։ 3 հազիվ համոզեցինք ու խոստացանք, որ այսօր կգրենք եւ կհանձնենք։ Բա երեխեք լավ ելիք նստենք գրենք։ Բոլորս միասին կգրենք կոկտեյլ իրար էլի։ Գրենք գիտի։ Աշկիս տղեկը քննիցանել եք ասել եկեք մեկը գրենք։ Իսկ մի վերջին գրավորն է եկեք մի նստենք նորմալ սաղով գրենք։ Տղեկ բայց դուք ճիշտ կսեք, ես վերջի կարևորը կունեմ ինքն ինձ կայ։ Եկել է պետք է Ես կամ վերջը կունոս։ Չեք ես երկու հատ։ Օպա։ Բարնեգան։ Որչո խելը վերջը։ Որտո՞ղ։ Իա, լավ որ եկա Ստելա ջան։ Ինչպես միշտ։ Շմե ոդ կարգի վերջի զանգի կհասնեի։ Հերիք սրա մտեք ռուբոպես։ Այսօր եկել է տնտիրը։ Այլ սովորեք սրա մտներ։ Հաջորդը դուք եք։ Ստելարի մաթեմը թեմատիկ է, արի նստի գրի, որ հանձնենք։
Երանի հնարավոր լիներ, գրպանումս այնպես տեղավորի իմ դպրոցն ու հուշերս, որ ամենուր ինձ հետ լինեին։ Իսկ ամեն անհրաժեշտ բայի հետ վերադառնայի, քայլեի ինձ հարազատ դարձած ուղիներով ու այս պատերից առնեի փափակ կարոտս։ Եվ ապրած օրերից սկումերից արբեցած հետ վազեի, մանկությանս անծիր արահետներով ու կարոտոտ շնչեի հուշերից մակաբույրը, ճոճվելով երազներում, ավաղ, միայն երազներում։ Եվ սա ֆիլմը հենց մեր տարիներով փայփայած անաղարտ իրական երազների ու հույզերի մասին, այն համամարտկային ուղերձ է մեր միասնական, խաղաղական հոգու երազի մասին, այն է երբեք չդադարել երազել։ Հլո, լավ չեներ։ Երեխեք ինչ հավես էր, բայց աչքիս ես վերջում նման եթեր մի անգամ էլ անեմ։ Աշկիս լրագրող դառնամ, երեխեք։ Էլի փոխեցիր մասնագիտությունը։ Հայ չանեմ, չեմ կողմնորոշվում։ Ես միշտ ավիր Մելին էջան, ամբողջ կյանքը դեմը դե։ Երազանքի տուփի մեջ ամեն տարի մի երազակ մասնագիտություն գցել եմ։ Հանկայուն մարդ։ Իսկ ես 6-րդ դասարանից ինչ երազանք գցել ենք երազանքների տուփի մեջ, հստակ գնացել եմ դեպի այդ երազանքս։ Նպատակասլաց ձևով։ Բայց մասնագիտության հասնելը երազանք չէ, նպատակ է։ Իմ կարծիքով աշխատասիրության ձգման արդյունքում անպայման կհասնես նպատակիդ։ Այ երազանքային, ինչը միայն քեզանից կախված չէ։ Հա, օրինակ ես միշտ երազել եմ, որ մենք դասարանով միասնական լինենք։ Հա, ես էլ եմ տագրել թերթիկներից մեկում։ Դե այդ բառերով չէ, բայց մոտ այդ միտքն եմ արտահայտել, որ երբ ավարտենք, նույնիսկ այդ ժամանակ ընտանիքներով միասին ընկերություն անենք։ Հա, այսպես համերաշխ, միասնական, բոլորս իրար հետ։ Իսկ ես քնեի, որ քննությունները լավ կանցնենք։ Ես էլ թերթիկներից մեկում կարել եմ ուզեմ պոեզի շոֆեր տալ։ Նախ պոեզ չէ, այլ քնածք է, համեր շոֆեր չէ, մեքենավար։ Իա, մելն է, համեր բառարան կկարտաս։ Մի անգամ էլ գրել էի, որ երազում եմ մի 0.7 նիվա ու ящик լիներ ճռցնենք։ Ես ինչ հավես բան եք մտածել, տեսած էր եթերը շատ սիրուն էր։ Ոայ երեխեք, շնորհակալություն։ Աբրիկորների դեպք։ Երեխեք մի եթերներն նայեք, որ մեզ բոլորս տեսնենք ես եկան։ Աստղ եք տարել դպրոցի բոլոր անկյուններում ձեր Facebook-յան եթերներն են նայում։ Ոյ դի լավ դե, ամենից։ Պատահում է, մարդ մի օրում ապրում է վիտարի կյանք։ Հետագա ժամանակը անհայական է դառնում, իսկ այդ օրը խաղաղարշալուս։ Ու երբ համակվում է սրտմաշուկ խորհրդածություններով, կամ հոգիդ պահարվում է խորը մրանքի մեջ, օգնության է հասնում այդ խաղաղարշալույսը, որպես Օվկիանի հարացուկ ալիքների վրա օրորվող, միշտ պայծառ ու նվիրական փարուս, որը տանում է դեպի անցյալի գիրկը, դեպի լուսավոր հիշողություններ, որոնք ապրվել են վայրկով, պարալիզվել ու կերտել պատմություն։ Մեր տան մեր այս ընտանիքի պատմությունը, մեծ աշխարհի մեջ մեր ստեղծած աշխարհի պատմությունը, իմ ու քո երազանքի պատմությունը։ Եվ սա ֆիլմը հենց մեր տարիներով փայփայած անավարտ ու նվիրական երազների ու հույզերի մասին, այն համամարտկային ուղերձ է մեր խաղաղական հոգու երազի մասին, այն է, երբեք չդադարեք երազել։
Ընտանիքը բնության պարգևած հրաշքներից մեկն է։ Գլուխգործոցը։ Մարդն առանց ընտանիքի նույնն է թե մարմինն առանց հոգու կամ սրտի։ Սա իմ ընտանիքն է, հոգու ու սրտի, ում հետ ինձ զգում եմ ուժեղ ու ապահով, կյանքի ամենաբարդ փորձությունն անգամ հաղթահարելու կարողություն։ Սա իմ ընտանիքն է, հարգանքի, սիրո, մտերմության, ջերմության ու միասնականության տունն է, օջախը լույսի։ Ինչպես յուրաքանչյուր ընտանիքում, իմում ևս սերնդեսերունդ փոխանցվելու են այն ավանդույթները, որոնք կերտելու են իմ կրթարանի պատմությունը, ամեն փոխանցված գրի հետ ավելացնելով ու ամրապնդելով երջանկության ու լիարժեքության չափաբաժինը, վերահաստատելով ինքնությունը։ Սա իմ ընտանիքն է, իմ վարքագծի օրինակը, իմ լիարժեքության մեկնարկը։ Սա իմ երջանիկ պայրու դժվարությունների հաղթահարման ձեռնմեկնումն է ու ձեռքսեղմումը։ Սա իմ հյուրընկալ ընտանիքն է, դռնպաց տունն է սա իմ, ուր ամեն մի հիմնակարը ամրակուր կամք է, ամեն սյունը ոգյացած սեր է, ամեն կամարը միաբան բռունցք ու բռնցված արտուղ է։ Աշխարհում միլիոնավոր ճանապարհներ կան, բայց դրանցից լավագույնը դեպի այս տուն տանող ճամփան է։ Եվ այն ամենաերկարն է, բայց ամենասիրելին ու ամենասպասվածն է։ Քանզի տանում է այնտեղ, որտեղ սպասում են ամենատանկ մարդիկ, ամենաարժեքավոր ապրումները, տեսարանները, գույներն ու հիշողությունները։ Այն ինչ պետք է ինձ հետ է, իմ ներսում, իսկ ես նրա ներսում։ Սա իմ տունն է, ու իմ ընտանիքն է, որ միշտ կա վերադարձ, որը պատում է ինձ ջերմությամբ, սիրով, ամբողջության զգացումով, ու ոչինչ էլ չի պակասում ինձ։ Այո, դպրոցն իմ տունն է, իմ տուն տարածն է, որն իզորու է վերադարձնել ինձ այն կարոտած մասնիկը, որը կոչում ենք մանկություն։ Երջանկություն է զգալ այդ ազատությունը ու վայել կետիրող հանգստությունը։ Տան ընտանիքի ճամփաբաժնին ենք, նոր կյանքի խաչմերուկին։ Հեռանում ենք մեր մեծ տան ընտանիքից, որպեսզի շարունակենք երազել վերադառնալ տուն, ուր թողնում ենք ափսոսանքի հուշեր, ուրախություն ու հույզեր, ընտանիքի պես ապրած րոպեներ, վայելքի ակնթարթներ, տուն, որտեղ կառուցեցի մանկության երազանքների մի անկյուն, տուն, որին սիրում եմ ոչ նրա համար, որ այն մեծ է, այլ որ imն է։
որ նստես դու դասերին բոլոր Եվ սովորես քնաթաթաղ դու գիշեր ու զոր Դասամիջոցներ թռնում է ինադու գլոր Երբ ենք ավարտելում ենք վերջապես մի օր Քեզ մի օր կձանձրացնեն դասերը մոլոր Քանզի գրել կարդացել ես դու տարին գլոր Կհոգնես խնդիրներից ու թեստերից անհաս Երեխեք ես գնացի տուն, տո չեմ են էլ դաս Չի կարելի գնալ ամեն օր դասի Չի կարելի նստել 7 դասաժամի Չի կարելի մեզ տալ այսքան տնային Չի կարելի, չէ չի կարելի Չի կարելի, Դե հերիք է էլի Ուշադիր եղեք դուք միշտ դասից փախնելիս Ճիշտ ու ով շաշվեք կողմնացույցին նայելիս Հատուկ տեխնիկա կիրառեք գաղտնա լսելիս Ցավ ու աչալուր եղեք տարածք ուզակելիս Ուր սովոսկելիս հանկարծ չխտան դուք չխախտեք Ու կարևոր իրեր դասարանում չթողնեք Որ ստիպացեք չդառնաք վայրը փախուստի Այ մարդ սպես էլ բան կեղնի, մնացի եստեղ գերի Չի կարելի հեկալ վայրը հանցանքի Պետք է կորցնել հերթի եղեն ապացույցի Չի կարելի քաշտալ գրկել դասից թռնելիս Չի կարելի, չէ չի կարելի Հայտնաբերվելիս վերադարձեք դուք դասարան Որ հասնեք շտապացնել դուք դեպի բեպլան Ինքնամորած աճապարեք և կտարանման Տեղա ջան խոմ դու սայլուկ չես, չեն ես այդպես բան Չի կարելի փախնել այս կերտասերից Չի կարելի ցատկել բարձր հարկերից Այսքան մարդը հավաքվել է որ քեզ համոզի Չի կարելի, չէ չի կարելի Դասից փախնելու համար ճամփաներ կան անհամար Դու չդիմես քայլերի, որ կբերեն աղետի Զերծ մնատու էքստրեմից, դուրս արի չորնի խոդից Անհապաղ է պետք գործել, քանի դեռ չենք բռնվել Չի կարելի թռնել այս կերտասերից Չի կարելի ցատկել պատուհաններից Այսքան մարդը հավաքվել է որ քեզ համոզի Չի կարելի, չէ չի կարելի Լռությունը, արտասովոր լռություն, ասես դատարկություն Դպրատունս, բայց դու մի տխրիր Մենք նորից կհանդիպենք քո տաքուկ գրկում Որ լցնենք միջանցներդ մեր աղմկոտ շնչով Խինդ ու ծիծաղով, զանգիտ խողանջով Մենք նորից կգրկախառնվենք Ու կասենք, որ սիրում ենք քեզ Կանցնեն օրեր, տարիներ Ու մենք նորից կհանդիպենք Որ միասին հյուսենք մեր կյանքի ամենանվիրական երազները Որ միասին երազենք, որ նորից պատմենք մեր տարիներով փայփայած անաղարտ իրական երազների ու հույզերի մասին ֆիլմը, որը համամարտկային ուղերձ է մեր միասնական խաղաղական չոքու երազի մասին։ Այն է, երբեք չդադարել երազել։ Կարող հավաքվենք գնանք սնդուկը բացենք։ Ստեղ ենք բացել։ Չէ, մերին դասասին։ Այ գնացի կերասիկը մերին Դե եկեք բացենք, բոլորս էստեղ ենք Ես չեմ հոգթերում Ող երեխեքին չուզի չէ։ Հադե բացեք։ Բայց չէ, սպասեք, ասնեմ, որ սիրուն ստացվի Ինչ պետք է Բացիր Վերջ, պատրաստ եք Բացում ենք Ապա Ճարակ Դու գերա դե ման Չի լինում Բալա դու դի Չելո լոկենապած, մենակ ես ոքի դարվի Այն Դելո չկունձի Ա
Տերան ճնանք ելս։ Բարը։ Դադարք է։ Հա էլի։ Չկա։ Չէ, չկան։ Փաստորեն Թերթիկները չկա։ ահա Ու հիմա ինչ։ Ոչինչ։ Երեխեք դիտով կոտոկելու ժամանակը չի, արագացրի, ժամանակ չունենք։ Բայց ով կատակ լինի։ Թելման։ Նայե, դադարք է։ Հա էլի, դադարք է։ Չկան, դատարկ է։ Հա դադար է, վայ։ Չհասկացա։ Երեխեք ով է հանել։ Ես չեմ։ Ես չէ։ Ով կարող բացել մի հատ էլ հանել։ Թելոն է հանը, մենակ իմ վերաբաց։ Իմ ինչն է պետք որ հանեմ ձեր թերթիկները։ Ռոյի վերջացրեք, ասացի չէ որ ժամանակ չկա։ Ու բացից սա նկարում ենք վաղ եթերի ենք լինում։ Բայց իսկապես չկան։ Հոկարատը չկա որ կարող են բացել։ Իմ ինչն է պետք ձեր թերթիկները։ Հա, բայլում էր պետք։ Կամ ով պետք է բացել։ Կամ ինչի էին տարել նկուղ։ Դե արդեն ասել էին, որ մեր դասասենյակը փոխելուց որոշ իրեր պետք է իջեցնեն նկուղ։ Բայց այդ ժամանակ մենք բացել ենք ու տեսել ենք, որ փաստացի թերթիկները ներսում էին։ Համեն դա հիմա էական չէ, դրա քննարկման ժամանակը չէ։ Հա, հաստատ։ Իսկ կարող է իրական բանալով են բացել։ Ինչի սա իսկական չէ։ Էդի նկատի չունեմ, ուզում եմ ասել, նայեք, իրական բանալին կորել էր, չէ՞։ Միգուցե իրականում չի կորել ու դրանով են բացել, իսկ մենք սրանով այսքան ժամանակ տանջվում էինք։ Չէ, դա բացառված է։ Բացի այդ ում էր պետք մեր արփիկը։ Այնտեղ մեր երազանքների թերթիկներն են եւ միայն մեզ համար էր կարեւոր, թե չէ ում ինչ։ Ամեն դեպքում տղիղ երևի։ Պետք է հասկանալ սա ինչ է։ Ով է արել։ Այ քեզ արեղծված։ Երեխեք, բայց ինչ հետաքրքիր է, ոնց որ կինո լինի։ Հիմա հետախուզություն Շատ։ Երեխեք, կադագի մի տվեք, սիրուն բան չէ, հարցը մենակ թերթիկները չեն։ Ախր երևույթն է տղեղ։ Փաստացի մեզից մեկն է արել։ Ու փաստացի լրջանում է ամեն բան։ Ու երեխեք լավ էլի մի փչացրեք ամեն բան։ Արդեն ասացի ժամանակ չունենք։ Վերադարձրեք թերթիկները ու բացից սա վաղ եթերի ենք լինելու։ Մնացինք առանց երազանք երեխեք։ Առանց երազանք ինչի մնացինք, դե եկեք արտեսնենք ու լրջացնենք։ Հա, էլի, շատ ծանրացրի։ Թղթիկը դոր էլի, հլը տենքներիդ նայեք, հերո ամեն ինչից ոնց որ մարդկային կորուստ լինի։ Հա էլի ժողովուրդ, ճիշտ կսես մարդը։ Բերեք այդ թղթիկները հմիկ բերենք, կվերեք մեր երազանքները սիրուն կարտատբենք ու կգցենք այդ սունդուկի մեջ։ Հետո սիրուն կբացենք այդ սունդուկը, կնկարենք Թելմանի ետերի վախտը ցույց կտանք։ Ու վсё, էլ ինչ եք խառնվել էր, ով պետք է իմանա, մենք ենք այսօր ենք գծե, երեք ենք գծե։ Շատ է պիտ։ Բայց երեխեք մենք իմանանք։ Դու մենք հետ չէ։ Ինչ թե մենք հեչ։ Իմիջիալոց սա մեր վերջին ցանն է ու մեր ավարտական միջոցառումը։ Այս ամենը մեզ համար էր, մենք ենք սա վայելելու։ Համի կուզես ես որ թերթիկները չկա, հա չենք գա, հա վայելենք։ Դու վերջացրեք։ Չենք վայելել, իմաստը թերթիկների մեջ չէր։ Բա ինչի մեջ է։ Իմաստները մենք 6-րդ դասարանից այդ թղթերի վրա գրել ենք մեր երազանքները ու դրել ենք այս տուփը։ Ու մենք այսօր դիպացենք այդ տուփն ու մեր ուրախությունը կիսենք մեր մտերիմների հետ, արդյոք չեղավ։ Ախր հասկացեք վերջապես, այս թերթիկների արժեքը չի կայանում նրա թղթի գնի կամ նյութականի մեջ, նրա արժեքը կայանում է բովանդակության մեջ։ Արժեքը շապով մեր վիզերն էին, որոնք երեխա ժամանակվանից թղթին էին կազմել ու հավատացել, որ մի օր կբացեն, ու այդ երազանքները կիրականանան։ Իսկ երազանքներին հավատացող մեր անմեղ մանկական հոգիները երշանկանան այդ իրականացող երազանքներից։ Մերն է, սիրուն տողերը, որ հարագի դարենց ես բեղել։ Ես շեմ պատակում, Թելման։ Ես էլ։ Ճիշտ է ասում Մերինեն։ Եթե հիմա ձևական պետք է գրենք ու գցենք թերթիկները արխի մեջ, հետո ձևացնենք, թե զարմացանք, էլ իմաստը որն է, լավ է չանենք։ Կարող է լինի դեր չանել, ոչ վերջից։ Բայց ի՞նչ կապ ունի վերջի զանգը։ Մենք մեր կինոն նկարի պերձել ենք, բարը գիտենք։ Կինոն կնայենք, հատուր կպարենք ու վերջ, հիմա թող երազանքների տուփները չբացենք։ Երեխեք, բայց ամբողջ ֆիլմը երազանքի տուփի մասին էր, ու մենք որ այս օրերին եթեր էինք անում, նախապատրաստում էինք ժողովրդին, արդեն սովորեցնում էինք վերջի զանգի ընթացքին։ Հիմա եթե երազանքի տուփը չենք բացելու, մեր երազանքները չենք ներկայացնելու, իմաստը որն է ֆիլմի կամ պարի։ Հետ չեմ խոսում եթերների մասին, որոնք ունեն կիսատ ու անավարտ, անիմաստ։ Այդ եթերները հենց սկզբից ինչ սրտովս չեն։
Բոլորտես շատ գեղեցիկ էիք եւ անկեղծ եթերների ժամանակ։ Դե կաներել ենք, թելոնը թող իրա եթերը պրզնենք։ Ուզում եք սիրուն նոտը ավարտենք, դյակավոր գերման իրա թողեր հետ սիրուն իրա վերջո եթերը կենը ու վերջո։ Ես էլ երազել եմ թողերս էլ նկարում։ Էդերներ, բան չմուզիկ։ Դա ինչ գրել երազանքի թերթիկի վրա։ Նայման բան։ Այսինքն խաղաղություն եք արել։ Ես էլ դրանից գրել։ Ես էլ։ Հաստորեն բոլորս նույնն էինք գրել։ Հիմա հիշելու ժամանակը չի, արեք ասեք ով է վերցրել, բերենք դրանք տեղը նկարենք գնանք տներով։ Ես էլ եմ միան դուրս կա։ Ասի ես էլ եմ կա։ Ուր, սպասեք, երկու եք գնում, Մենք Շտերի գերի դուրս կա։ Դա մանգստացեք մենք եկեք ու գանք։ Նա այդտելով, բայց հաստատ դու չես տարել։ Բայց չէ էլի, нет, աշկես դու ես տարել վրայի ցարես կհավես։ Բայց չասես թե լավ տեղիք վերջացրեք յամոտ։ Բայց ով է։ Շատ իմանում։ Հեշ մարդը չի տարել։ Ուղղակի մեկը կադակով վերցրել է, մենք էս ամեն ինչի լրջություն տվեցինք, ամը չգործեին կնե։ Կարող է։ Տարեք, աշկիսս ամեն ինչի մեջ աշինի մադը խառն։ Ես այդպես կմտածեմ, հաստատ վերցրել են ու մի հաստատ մեր վրա կխնդա։ Դեպի թվա։ Տղեկն են, երեխեք ես վստահ եմ, հոստը տղեկն են արել։ Ճիշտ է ասում, ոնց գլխի չէինք ընկել, իրենք չէին ուզում նկարվել։ Դրա համար ասացին, որ չնկարենք այդ պահը։ Երեխեք, երևի ամաչեցին, հա, որ բոլորը կտեսնեն թերթիկները։ Ու կիմացվի ինչ են գրել։ Տղեկն են։ Հաստատ։ Երեխեք, ինչի թվում որ տղեկն են։ Դժվար նրանք այս պատասխանատու լուրջ բային նման քայլի գնային։ Չէ, հաստատ իրենք չեն։ Ով իմանա։ Հաստատ տղեկն են։ Ես վստահ եմ։ Չեմ հավատում։ Չէ, ես չեմ հավատում։ Իրենք չեն։ Տղեկն են, երեխեք, ես վստահ եմ։ Ես իրենք են։ Հա, տղեկն են։ Հաստատ։ Չգիտեմ։ Ես չեմ պատկերացնում, որ նրանք են։ Մենք չենք եղել։ Ես չեմ։ Մենք հաստատ այսօր։ Բա դու ինչ ես անում։ Ճիշտ է ասում։ Նախ դուք ասեք։ Մենք ստեղ մենակ չենք։ Այսինքն։ Բահո, աչքիս փոլորտել այստեղ եք, հա, հələ դուրս եկեք։ Խաղը ինչ է կատարվում։ Ես նամակ եմ ստացել։ Ես էլ։ Ինչ տանող։ Լետեսն է։ Դուք էլ եք ստացել։ Ինչ է գրված։ Թերթիկները ինձ մոտ են։ Ժամը 17:00-ին քերի համակարգչային որ վերցնես։ Ոչ ոքի չասես։ Տեսնես ով է։ Ես զանգում եմ հետս համարի, անհասանելի։ Հա, ես էլ։ Երեխեք չգիտեմ ով է, ինչ նպատակով է սա անում, բայց հաստատ վատ կատակ է հետաքրքիր չէ։ Հա, իրոք, իբր ինչ խաղ է սա։
Սկզբում անհետացան մեր երազանքների թերթիկները, հետո տուն-տունի գաղտնի երևույթները, նամակները, իբր ինչ։ Ով որ է մեր միջից է։ Հա, հաստատ, դերում եք դեր։ Սիրուն չէ, շատ տհաճ իրավիճակ է, մեկը ինձ դուրս չի գալիս։ Ո՞մ եք ուտում։ Նույն պահին բոլորինս, այսինքն ով որ ուղարկել է շատ լավ իմացել է, որ մենք նույն պահին նույն տեղում ենք ու սաղս բոլորով միասին ենք։ Այսինքն, այդ ուղարկողը հետևաբար մեզանից ինչ-որ մեկն է։ Երեխեք վերջին օրն է, մի հարամեք ամեն բան։ Այս ամենը բոլորիս է վնաս։ Ու նախավեսով հասկացրել ենք այս 12 տարին։ Հայր երեխեք, մանկապարտեզից իրար հետ ենք եղել, ու մի հետ սիրուն չի արես ձևով լարված ու անկապ վիճակով հարանենք ես մեր ավարտական միջոցառումը։ Ճիշտ երեխեք, եկեք ով որ վերցրել է խելոք լուր խոստովանի ջրենք գնալ։ Կարող է հեչ դիտավորություն էլ չի եղել, պատահական է ստացվել։ Եկեք խոստովանենք, հա։ Ճիշտ է ասում, բայց ես ոչ չեմ։ Աբա, ես չեմ, դու չես, նա չէ, բա ով է։ Մեկը տարել է, չէ։ Ու հաստատ մեր տասանից են, որտեղ վերում էր պետք մեր թերթիկները։ Պարդատիր չէ։ Ենքան մարդ գիտեր, որ մենք ես վերջինով հավաքվել էինք, որ բացեինք։ Հա, բայց իրենց ինչին է պետք մեր թուղթը։ Հա, հաստատ պետք չի։ Ամեն դեպքում մեզնից ոչ մեկ չի կարողանում բացել։ Մենակ թելոն է կարողանում բացել։ Ինչ ես ուզում ասել, որ։ Ոչ մի բան, ուղղակի ուզում եմ ասել, որ մենք չենք կարողանում բացել։ Այսինքն ես եմ բացել, հա։ Ես նման բան չասացի։ Բայց մտածեցի, թե քո կաշվելքով, որ ես եմ կարող բացել, ուրեմն ես եմ տարել։ Բարերը չափավորի միայն։ Այդ դու չափավորի։ Արդեն որոշ անգամ էլ ասում ես, որ մենակ թելոն կարող է բացել։ Ստե մտք եք տնել, բոլորն էլ կբացեք։ Այդ էլ քո ալիբիների վրա։ Կարող ես դու էլ բացել ես։ Հավաքվի, ասկնաս ինչ խոսես։ Այդ դու հավաքվի։ Լավ, տղեկ, հանգստացեք, մի բորբոքվեք։ Ամեն թելոն ճիշտ է ասում, որ մտքներից տնենք, բոլորս էլ կարող ենք բացել։ Այելի հանգստացեք, հասկանանք ինչ ենք անում։ Ժողովուրդ, ոչ ոք թող ոչ մեկից չնեղանա։ Ուղղակի սա այն պահն է, որ մեզնից յուրաքանչյուրը ունի կասկածելու իրավունք մնացած բոլորին։ Կասկածելն այլ բան է, մեղադրելն այլ։ Ես է բոլորիդ կասկածում եմ, բայց չեմ մեղադրում։ Բացի այդ բոլորդ գիտեք, որ ես եմ կարող բացել։ Ես ո մի ամիջ չեմ որ տանեմ։ Առաջերտին ինձ եք կասկածելու։ Անտրամաբանական է, չէ՞։ Այդ բառը, բայց եկեք սկզբից կա։ Այն օրը թելո։ Էլի թելմանը։ Ասացի, բան եմ ասում։ Այն օրը որ դու նկուղից բերեցիր 10 սենյակ տուփը, բացեցի։ Չէ, ասեցիք վերջի օրն ենք բացել։ Ով ասեց։ Ես իմով։ Հա, ճիշտ է, մերին է, որ սնդուկը հանեցինք նկուղից, դու էիր ասում չբացեն, ասենք ինչ կլիներ, որ բացենք, հետո էլի փագի։ Այ քեզ բան, ես ուղղակի ասեցի փակ բնա, որ հետաքրքրություն չկորցնելու համար վերջին օրը բացենք։ Ինչ կա դրա մեջ։ Մենակ չասեք, այդ մի բառի համար ինձ եք կասկածում։ Նախ մի բառ չէ, դա շատ լուրջ կասկածի տեղիք է տալիս, բայց հələ կերև է, հա։ Դու սպասի, սոյդո չէ որ լիքուցե վերով թռնես։ Սա ձև չի, վիրավորական է։ Վայ, չհասկացա, ինչ եք վրա տվել Մերինեին։ Էնպես եք բոլոր նայում ու խոսում, ոնց որ մոտից եք գտել տղերը։ Համել էս ինչ բան է, հո բանտարկյալ չենք որ դուրս չգա։ Չէ, բայց մինչև չբարձենք հեշմար սենյակից դուրս չի գա։ Համը դու ինչ ես խառնվել իրարով։ Թե իրար էլ եք ինչ որ գործում։ Ոնց որ թե դու ճպտում էիր, ասում էիր, սա մեր ծրագիրն է, պետք է ամեն ինչ անենք, որ փայլուն իրագործենք, արկածներ էիր ման գալիս, կարող է հենց դու ես։ Մեզից արկածախնդիրը Ստելանն է, ես չեմ։ Ինչ եք կվել ինձանից։ Գրակն կա արկածախնդիրը։ Բայց քեզանից հեռու չէ, գիտես։ Ճիշտ է ասում, դու էիր ասում, որ ուզում ես այնպեսի վերջի զանգ ունենալ, որ բոլորը զարմանան։ Ուզում էիր տասանով արկածների հանդիպեինք։ Շատ հավանական է, որ հենց սրա համար էլ արել ես։ Էն էլ չստացվեց, հա։ Հələ լրեք, հա, այդ ոնց գցիկ բնիկ որ ես եմ։ Ո մի քիչ աշխույժ է ուժի, ուրեմն գող է։ Ոչ ոք ես կողք չանվանել։ Բայց փաստաթի գողության դատավարություն եք անում։ Ոչ մեկը չանվարձակեք իմ ակտիվությունն ու արկածախնդրությունը վերածել գողության։ Բայց դուք հնարավորությամբ հաստատ կգուներ դուք բարձր վիճակը։ Աման դասա։ Դուք լավ է մարման կետից վախեցեք։ Ինչ եք բոլոր տաշկներդ վրա շշրել։ Մենակ չասեք ների ինձ անցակ։ Այդ մարման կետն ես էի, հա։ Լավ է, մեզ տակուկ պարվին կուզես պլստալ, հա։ Թե մտածում ես մաման տեղ, որ ուզում է աշխատում վեր շարժել դուցված է։ Այդ առհասարակ ստեղ ինչ կապ ունի։ Ես ոչ մի անգամ չեմ չարաշահել այդ փաստ ու ոչ մեկին առիթ չեմ տվել շարժել այդ թեման։ Հերիք է հավելի։ Սրանից հետո ոչ մեկը չփորձվեք ու չհամարձակվեք նման բան ասել։ Այսքան տարի լռել եմ, սրանից հետո էլ չեմ լռի։ Հերիք է հավարտել։ Ինչ ստիլո, մորման կետ։ Ավել վարար է։ Դու ցելդ, հա։ Ահո։ Հələ մի րոպե, բայց այդ ինչ վիրավորանքի մասին է խոսքը։ Ինչ ես ուզում տանող ասել, ինչ ես այսքան տարի լրել։
Բա իմ տեղը լինեիր ինչ կանեի։ Չես ինչ եղավ։ Անդադ քարբոցում եք, խոսում եք հետևիցը։ Հայր, իստեղ բոլորը դեպպես եք, դեմ երեսին ուրիշ, հետևից ուրիշ։ Ես ինչեր եմ բացահայտ։ Կեղծավորներ։ Մի կեղծավորներ դու ես էլի, եթե ոչ գլխավորը։ Ապրիկ երեխեք ջան, բոլորը ձերական դեմքերը շատ լավ ցույց տվեցիք։ Լավ է, գոնե վերջում հանեցիք դիմակները։ Ճիշտ է, դիմակներն պարեցիք։ Ափսոս ուսուցիչները չկան, որ տեսնեն թե եսկան տարի ումով են հիացել։ Սա է մեր իրական դիմակիցը։ Երեխեք, ոչ մեկս մեկից չենք հարգում, անկեղծ չենք եղել իրար նկատմամբ։ Էլ ինչ իմաստունի թուղթ գտնելը կամ ֆիլմ նկարելը, մեկ է սուտ սյուժե, մեզնից շատ հեռու, մեր մասին չէ կինոն, բոլորը ցուսիկ փուսիկ էիք ձևանում, անց է իրական պատկերը, մարման կետեր նույնիսկ վարարեցին վերջին պահին։ Ստեղ էլի մարման կետեր կան, իրենց ինչի չեք անում։ Օրինակ է դու ես մարդ։ Օրինակ է ցուսիկ փուսիկները, ողջ ընթացքում նստած են մի հատ բաց չասեցին։ Բայց մենք այս պայն ուրիշ բան էինք ասում։ Ասում ենք, որ մամա դպրոցում է աշխատում, մտածում ես, թե կարող ես չոր դուրս գալ։ Հերիք եղավ էլի, արդեն ինչ կան ասեն, չհամարձակվեք ոչ մեկը դել շարքեք ծնողներից թեման։ Ու ընդհանրապես, եթե դա կասկածի տեղիք է տալիս, ուրեմն ասեն իմանաք, ես միակը չեմ ում ծնողը այստեղ աշխատում։ Այ այդ հարցով կարող եք մյուս մարմատ կետերի։ Այսինքն չհասկաց։ Վայ, դե սարքեցիք իսկ գալիս բազար էլի։ Եկա մարդ եկա ամոթ է։ Ո՞դե թարգեք դե լավ։ Լավ երեխեք, ճիշտ է ամոթ է, մեզ սազական չէ։ Ես եկել Էդե, ով հանդեպ իշմուր ունիր, միանգամից էմոցիաներով դուրս տվավ։ Տոլը մեր օպե, մեկեմ չեղնի քեզ է արծել է, թե դու ես ինչ ալել ես։ Դա ժամանակ իշկա սուս եք մնաց է հերիք է դո։ Սաղիս տերեն ես քարքոծեսկը, ապել մեր օպե, սաղիս տերեն ես քարքոծեսկը, ու ես շատ լավ կասկնեմ, թե ես իշկ խոսեմ, դե քիչ ես ասկնեմ, դե իշկ խոսեմ։ Ես վստահ եմ, որ ես օրվարով դու ես բեր եստեղ սաղիս հավակ է, դու ես SMS-ները սաղ դու ես կրկ է։ Դու ես Զարմացած եք։ Ես էլ չէի կասկածում։ Ես էլ չէի կասկածում, որ երբևէ նման տեսարանի ականատես կլինեմ։ Բավական երկար ժամանակ կանգնած էի դրանց կողմում։ Հետևում էի։
լուր լսում էի։ Չէի հավատում, ձեզ չէի ճանաչում։ Իրականում թեշտիկներն ինձ մոտ զուտ պատահականությամբ են հայտնվել։ Սա ընդամենը զուգադիպություն է։ Այո, թեշտիկները ես էի վերցրել, որպեսզի նախապես կարճ տայի, խմբավորեի դրանք, որ ձեր 7 տարիներում հյուսած այս հեքիաթ երազների թեշտիկներում գրված ամեն մի տողը մաքրագրված լիներ, ինչպես և մաքրագրված էր ձեր 12-ամյա պատմությունը այս պատերի ներսում։ Ավաղ, այս ամենը սոսկ պատրանք էր։ Դուք փաստարգեցիք, մենք մոլորվել էինք թվացյալ ձեր մարդկային որակներում։ Փաստորեն դուք կարողացաք ընդամենը մեկ ակնթաշտում գլխիվայր շուռ տալ միմյանց նկատմամբ վստահությունն ու հարգանքը։ Առանց հետ նայելու հատեցիք մարդկային բոլոր եզրագծերը։ Տրորեցիք միմյանց զգացմունքներն ու ներաշխարը, ինչ է թե ձերի բր անմեղությունն ապահովեիք։ Թեկուզ և երազանքի թեշտիկները ձեզանից ոչ մեկի մոտ չէր, միևնույն է, դուք մեղավոր եք։ Բոլորդ, յուրաքանչյուրդ, այո, մեղավոր եք։ Քանզի դուք ավելին արեցիք, քան պարզապես թղթի կտորները վերցնելն էր։ Դուք գողացաք միմյանցից ամենաթանկը, ձեր իրական երազանքները։ Ամենահասարակ թյուրիմացությունն անգամ իզորու եղավ փշուր անել, փլուզել ձեր խարխլված փոխհարաբերությունները, քանզի դուք չցանկացաք նույնիսկ ընտառաջ գնալ իրար։ Ընկալելու, վերլուծելու կամ թեկուզ զիջելու, ներելու ուժ չունեցաք։ Այնքան զորեղ կամք չդրսևորեցիք, որ այս լարված իրավիճակում չկորցնեիք ինքնատիրապետումն ու ամենակարևորը, ձեր արժանապատվությունը։ Այնքան խոհեմություն չունեցաք հասկանալու, որ թեշտիկներում գրվածով չէ, որ երազանքներն ի կատար էին ածվելու։ Դրանք ընդամենը թղթի կտոր են, այնինչ ամենաթանկն է, դա այստեղ է։ Դուք թեշտիկների հետ կորցրիք նաև այդ ամենաթանկը, ձեր մարդկային նկարագիրը։ Երանի հիասթափությունս այսքան ցավոտ չլիներ։ Երանի ձեզ չսիրեի այնքան խորունկ, որ հոգումս այս դադարությունը չզգայի։ Միթե սա էիք երազում։ Բոլորս սրտի թրթիռով էինք սպասում, թե տարիներ շարունակ ջերմությամբ փայփայված այս երազե թեշտիկների մեջ գրված տողերը ոնց եք դուք մեկիկ իրականություն դարձնելու։ Դուք, որ անսխալ էիք մեր աչքերում։ Դուք, որ մեր տարիներով սպասելիքների արտարացումն էիք, որ մեր գալիքի սերմնացանն էիք, հույսն էիք մեր, ում սիրով ու նվիրումով էինք կերտելու մեր այս օջախի պատմության ևս մեկ էջը։ Դուք ամենամաքուրն էիք ձեր միասնականությամբ, նվիրվածությամբ, հավատարմությամբ, ջերմությամբ, սիրով, ձեր լուսավորությամբ։ Ձեր մեջ էր մեր վաղվա օրն ու ապագան։ Բայց մենք սխալվեցինք։ Նայեք միմյանց աչքերի մեջ։ Այնտեղ կգտնեք ձեր կորուսյալ վստահությունը, միմյանց նկատմամբ սեր ու նվիրվածությունը։ Այնտեղ կգտնեք ամոթն ու հիասթափությունը, ամենաթանկը, ձեր իսկ երազած ընկերությունը։ Վերջ, ֆիլմն ավարտված է։ Ամաչելու աստիճան ցավում, զղջում, ափսոսում։ Սա ձեր վերջին քննությունն էր։ Միասնականության ու արժեքների չափման փորձությունը, որով հաստատվելու էր մեր տարիներով ձեզ ներարկած մարդկային վեհ որակների գնահատականը։ Դուք այն չհանձնեցիք ավաղ։ Հավաքեք ձեր երազանքները։ Դուք դրանք ճիշտ այս կերպ գետնով շախտվեցիք, տրորեցիք, ափսոս ոտնատակ տալով դրանց հետ նաև իմ, մեր, բոլորի սպասումները։
Գտաք երազանքի թեշտիկները։ Հավարարված եք։ Իսկ հիմա գնացեք։ Գնացեք ձեր իրական երազանքի հետևից։ Գնացեք գտեք ձեր իրական երազանքը։ Խաղաղությունը։ Հոգու խաղաղությունը։ Ավաղ, բայց դուք երազել էիք մի բանի մասին, որը դեռ երբեք չի եղել։ Մամ, Կյանքում ժամանակավոր, թեկուզ լինես թագավոր, լոտ իրական ընկերությունով ես բախտավոր, ահենց դա է կարևոր, որ չապրես հիասթափություն, երբ անցնես դու փորձություն, ինքդ քեզ հետ ու միշտ պիտի ապրես հաշտ ու ճիշտ, որ դու հարգվես ընդմիշտ, բոլորն ուզում են լինել սուր, որ մեղքեր գործեն թաքուն, ամեն ուր չոր դուս գան մնան դավաճան, երբ իրենք են դավաճան, մենք ընտրում ենք ծնվելուց, և փնտրում ենք շատ վաղուց, ընկեր հավատարիմ նվիրված մտերին, որ չմնան կես ճամփին, կանցնեն օրեր, տարիներ, ու ես նորից քեզ կփնտրեմ, իմ ընկեր հոգուս թևեր, հուշերիս տնում ավեր, կանցնեն օրեր, տարիներ, ու մենք նորից կհանդիպենք, կարոտած քեզ կփարվենք, մանկության երազանքեր, անցած փորձությունները ես շատ եմ գնահատում, դրանով առաջ գնում ու չեմ էլ զլանում, միշտ միտքովիս են մաքրում, ինչ է պետք քեզ այս կյանքում, շքեղտուն հարստություն, թե ազնիվ ու մաքուր ապրված քո կյանքից լուսավոր հիշողություն, ինձ համար կան շատ արժեքներ, որ թանկ են քան շատ գանձեր, ինչ ենք տանելու այս անիրավ կյանքից մենք, եթե ոչ սեր ու հուշեր, ազնիվ եղիր դու ամենուր, խնդրում եմ քեզ մի հարց տուր, ինչ ես արելու, ինչ ես անելու, որ հասնես հարգանքի կյանքում սուր, կանցնեն օրեր, տարիներ, ու ես նորից քեզ կփնտրեմ, իմ ընկեր հոգուս թևեր, հուշերիս տնում ավեր, կանցնեն օրեր, տարիներ, ու մենք նորից կհանդիպենք, կարոտած քեզ կփարվենք, մանկության երազանքեր, կանցնեն օրեր,
ընտրել մանկության երազ հուշեր իմ ընկեր իմ լույս ու ստվեր կանցնեն օրեր տարիներ ու մենք նորից կհանդիպենք ուշերից առած թևեր կջախենք մենք դեպի վեր Ողջույն, ես Մայիսյանի միջնակարգ դպրոցի շրջանավարտ եմ։ Ես նա եմ, ով դպրոցական անհոգ տարիներին ու մանկության հեքիաթորեն անցկացրել է մի կրտօջախում, որ առաջնային է եղել յուրաքանչյուրի մեջ մարդկային վեհ արժեքների սերմանումը, որ կրթության ու դաստիարակությանը զուգահեռ կշերքին նժարվել է հասնելությունը, մաքրությունը, նվիրումը, հավատարմությունը, վստահությունն ու համախմբվածությունը, իբրև անհատի ձևավորման համամարտկային որակներ։ Ես նրանցից մեկն եմ, գուցե հերթականը, ով այս պատերի ներսում գտել է իր խաղաղությունը, հոգու խաղաղությունը։ Եվ մեր դպրոցական կյանքի հետհաշվարկային այս խորհրդանշական 9 օրերը մեզ հետ ապրեցիք մեր հիշողություններով ու արտագույն երազներով։ Եվ ես նա եմ, ով բաց կյանք է մտնելու, իր հետ տանելով ձեզանից ժառանգած ոգին, կամքը, պատգամը, խոստումն ու մարտը։ Եվ վերջապես ես նրանցից մեկն եմ, գուցե հերթականը, ով այստեղից տանում է ամենաթանկը, իր խաղաղությունը, հոգու խաղաղությունը։ Սա ասես մի քննություն էր, միասնականության ու արժեքների չափման փորձություն, որով հաստատվելու էր տարիներով մեզ ներարկված մարդկային վեհ որակների գնահատականը։ Երեկ մենք երազում ենք այսօրվա մասին, այսօր երազում ենք վաղվա մասին, վաղը երազելու ենք հաջորդ օրվա մասին, հետո հաջորդ, ելի հաջորդ ու այսպես մինչև վերջ։ Եվ սա ֆիլմ է հենց մեր տարիներով փայփայած անաղարտ իրական երազների ու հույզերի մասին։ Այն համամարտկային ուղերձ է մեր միասնական խաղաղական հոգու երազի մասին։ Այն է, երբեք չդադարել երազել։ Չէ՞ որ աշխարհին պետք են մարդիկ, ովքեր կերազեն մի բանի մասին, որը դեռ չի եղել։ Կան երազանքներ, որ ծնվում են թանակի հետ, իսկ մյուսները թևերով։ Մենք փակել էինք մեր ամենաթանկ թևավոր ցանկությունները փայտե տուփի մեջ, անմտաբար կարծելով, որ այնտեղ նրանք ապահով են, անվնաս։ Բայց թեթև ու անզուսպ երազանքները չեն կարող ապրել կողպեքների տակ։ Նրանք բարձր ազատություն են սիրում։ Երբեմն մենք մոռանում ենք, որ մեր երազները մեզանից շատ ավելի մեծ են։ Նրանք չեն կարող տեղավորվել մեկ սրտում կամ մեկ հիշողության մեջ։ Երազանքներն ապրում են, երբ մենք կիսում ենք իրենց միմյանց հետ ու միասին ճախրում դեպի ազատություն, խաղաղ երկնի կապույտը դեպի։ Մեր սրտերը նման են երազանքների այդ տուփին։ Նրանք երբեմն դատարկ են թվում, մինչդեռ լիքն են այն ամենով, ինչին այլևս չենք կարող դիպչել, բայց կարող ենք զգալ, միշտ, որովհետև ամենագեղեցիկ երազը սրտի տարածության մեջ եղած այն զգացմունքն է, որը մեզ դարձնում է մարդ։ Մենք հանձնեցինք մեր դպրոցական կյանքի թերևս կարևորագույն եւ վերջին հավատարմության ու նվիրումի քննությունը։ Չգնահատվեցինք, բայց ոչ նրա համար, որ թերացանք, այլ որ համամարտկային արժեքները անչափելի են, անհամրելի։ Դրանց չափման միակ միավորը սերն է։ Դեպի դպրոց տանող սանդուղքները պարզաստիճաններ չէին, տախտակի կամ սալիկի կտորներ չէին։
Դրանք ժամանակի վրայով անցնող լարախաղացի անտեսանելի ճոպաններ էին, որոնցով բարձրանալու համար պարտադիր էր հոգով տեսնել։ Ու հոգու անմշուշ մերակնահատակները ամեն վայրկյան հյուսվում էին դպրության անմար լույսի իմաստության հավատի լարաններից, որ անխարխապ ու անտատան բարձրանայինք մեր սխալների, հաղթանակների, անմոռաց պահերի, համրիչի հատիկների վրայով, որ ամեն մի աստիճանը բարձրանալիս հոգու տեսանելիության պարզությամբ ու իրականության ներդաշնակումով հավասարակշռեինք մեր յուրաքանչյուր անսայթակ քայլը դեպի բյուրեղյա երազների բարձունքներ։ Այդ սանդուղքները պարզ աստիճաններ չէին։ Ամեն մի աստիճան հարց ու պատասխանի ձուլվածք էր, իսկ ամեն մի դասը նոր աստիճան էր, կերտված իմաստության արծաթից ու համբերության ոսկուց։ Ժամանակը ծորում էր, իսկ մենք բարձրանում էինք ու բարձրանում։ Մարդ բարձրագույն արժեքին հասնելու անհագուրդ տենչի ձգտման մեջ մոռացության մատնելով սայթաքումները, վրիպումներն ու անգամ արհամարելով երկյուղ երկմտանք էլի բարձրանում էինք, ուր մեր աննենք հարգանքն էր, միաբան միտքը, վստահելի ոգին, հավատարիմ կամքը, անծախ սերը և մենք։ Այսպիսին, զուլալ ու իրական, կապույտ, խաղաղ ու երազգոտ։ Մենք բարձրանում էինք ու բարձրանում։ Եվ վերջին աստիճանին հասնելով հասկացանք, այդ սանդուղքը միայն սկիզբն էր։ Մենք դեռ նոր ենք բարձրանալու կյանքի սանդուղքով, որը երբեք չի վերջանալու։ Այն բարձրանում է դեպի երազանքներ, համամարտկային արժեքներ, բարոյակամային որակներ, դեպի երկնալուրդ մեր երազանքների խաղաղությունը կապույտ, ներքևում թողնելով սահմանափակ մի հատակ, վերևում անհատակ ազատություն։